Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինստիտուցիոնալ մակարդակում արդարության և արդարադատության զգացում Հայաստանում չունի։ Այս մասին նա հայտարարել է Հայաստան-Եվրամիություն քաղաքասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման շրջանակներում։ Այսօրվա համակարգի պայմաններում մենք երբեք արդարություն և արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետև ես գործընկերներին ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական և արդարադատության և արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի ժողովրդի հետ։ Փաշինյանը խոսում է արձանագրած առաջընթացների մասին ժողովրդավարության ու տնտեսական աճի ուղղությամբ, բայց նաև խոստովանում դեռ խնդիրներ կան։ Ունենք լրջագույն խնդիրներ և այդ լրջագույն խնդիրների լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է, բայց նաև այդ խնդիրների լուծման բանաձևեր փնտրելիս մենք գոնե անձնական տպավորությունը կարող եմ ասել, բախվում ենք առաջին, նույնիսկ երկրորդ, նույնիսկ երրորդ հայացքից աննկատ խնդիրների, մասնավորապես դա ընդունված է անվանել հիմնական հասկացությունների ճշգրտում։ Հեղափոխությունից հետո թերևս ամենամեծ քննադատությունը կառավարության հասցեին արդարության ակնկալիքը չարդարացնելն է, բացատրում է Փաշինյանն ու հավելում. արդարության ու արդարադատության մասին միասնական ընկալում չկա։ Օրինակ իրավաբանները արդարությունը մի բան են համարում, քաղաքական գործիչները մեկ այլ բան, տնտեսվարողները երրորդ բանը, քաղաքացիները չորրորդ բանը, ընդհանրապես արդարադատության հետ առնչվող կողմերը երկուսն են և սովորաբար մեկը պարտվում է, մյուսը հաղթում։ Ինչպես հասնել նրան, որ և պարտվողը և հաղթողը ընդունեն կամ ընդունելի համարեն կամ համաձայնվեն, որ տեղի ունեցածը արդարություն և արդարադատություն է։ Արդարության ու արդարադատության գլխավոր հենասյուներից մեկը սահմանադրությունն է և հենց այստեղ է վարչապետը տեսնում անհամապատասխանություն։ Բայց ինչ անել են դեպքում, երբ որ հենց սահմանադրությունը օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ։ Այս դեպքում ինչ էլ ուզում ես արա, այդ արդարության և արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետև սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի կամքի, ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ մենք այդպիսի սահմանադրություն չունենք և ցավոք երբեք չենք ունեցել, իսկ երբ որ այդ կամքի, այսինքն աղբյուրը, որտեղից դե յուրե բխում է արդարությունը և արդարադատությունը, խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից որպես արդարություն և արդարադատություն։ Ֆունդամենտալ այս պրոբլեմը լուծել է ցանկանում Փաշինյանը, ոչ թե խնդիրը քողարկել, եվրոպական ու միջազգային ինստիտուտների հետ համագործակցելով, նոր մեխանիզմներով թույլ տված սխալները լուծելն է նպատակը։ Մենք պետք է աշխատենք չսխալվել, մենք պետք է ամեն ինչ անենք, որ չսխալվենք, մենք պետք է շարունակաբար սովորելով, կրթվելով, հասկանալով, ճանաչելով, ինքներս մեզ առաջին հերթին ամեն ինչ անենք, որ չսխալվենք։ Բայց մենք պետք է հասկանանք, որ միևնույնն է սխալվելու ենք։ Այլ բան, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ սխալները լինեն հնարավորինս թեթև և լինեն այդ սխալները ուղղելու մեխանիզմներ և այս ընկալումն է մեզ համար գործելակարգը։ Միայն բանավեճի միջոցով է հնարավոր կառավարություն, քաղաքասարակություն փոխգործակցությունը, կառավարությունն ամորֆ մարմին չէ, որպիսի կատարի քաղաքասարակության բոլոր ասածները։ Կներեք, ես համաձայն չեմ, որ կառավարությունը կամազուրկ ամորֆ մի մարմին է, որը ինչ քաղաքացիական հասարակությունը ասեց, հլու պետքա կատարի։ Եկեք ուրեմն դերերով փոխվենք, եկեք դուք կառավարեք, մենք էլ գանք առաջարկներ ներկայացնենք, բայց ես չեմ էլ ասում, որ կառավարությունը պետք է ամեն ինչ մերժի։ Իմ ասածն է, որ պետք է տեղի ունենա բանավեճ, որովհետև այն ինչ ընդունվում է առանց բանավեճի, ի սկզբանե սխալ է։ Եվրամիության հետ համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը աշխատանքային օրակարգ է, ոչ թե դեպի Եվրոպա կարճ ուղի։ Այս գործում նյարդեր պետք չեն, ասում է Փաշինյանը։ Պետք է շարունակել բարեփոխումների գործընթացը ժամանակակից ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալու համար։
Այսօր Հայաստանի եզդիական համայնքը տոնում է նոր տարին, վարչապետը մասնակցում է տոնական միջոցառմանը։ Տաճարի տարածքում շրջայցից ու ավանդույթներին ծանոթանալուց հետո Փաշինյանը նաև ժողովրդի հետ շփվելու հնարավորություն ունեցավ։ Ինչու է ընտրությունների նախաշեմին այցելում եզդիական սրբատեղի, ուղիղ հարցնչեց։ Ես առաջին վարչապետն եմ Հայաստանի ղեկավարը, որ այցելում է, եւ դա էլ աշակ։ Ես մտածել եմ, որ եթե միջև այդ չի եղել, կարող է համայնքի ցանկությունն է դա, որ այսպեսին անկեղծ կպատասխանի վարչապետ։ Սա կապված է ուղղակի ընտրությունների հետ, թե ուղղակի զուտ պարոն Բաքոյանի բարձրացրած հարցից հետո որոշեցի բուլգա։ Գիտեք ինչ, մենք ընտրություններում միշտ եզդիական համայնքի մեր սիրելի քույրերի եւ այլների կողմից շատ բարձր վստահությամբ խնդրենք ստացել, շատ բարձր առանց այցելությունների։ Արևիկ Սարդարյան, Արմալուշ։